Այս երկրում ժողովրդյան բոլորն խոցելի են, հասկանալի է, բոլորն խոցելի են։ Ես էլ եմ ասում, այստեղ խնդիրը խառնվածքի մեջ էր։ Խառնվածքի ու պահելու։ Եղածը պահելու մեջ էր։ Պարոն Գրիգորյան, բայց եթե դուք այս ելքը կանխատեսել եք ամիսներ առաջ, ինչ կապ ունի թե ինչ կասեին աթոռակռիվ կասեին, ինչ կասեին, դուք նշել եք ձեր գրառման մեջ, որ չլսեցին սկզբունքային փորձառու քաղաքական գործչին։ Դուք լինելով այդպեսին, ինչու միջև վերջ չգնացիք հանուն գյումրեցու եւ Գյումրու շահերի, այլ դուրք տվեցիք այն քննադատություններին, որ ասում էին կներ, բայց ասում էին Մարտունը փակ դռների հետևում քննարկում է գործարքի գնալ եւ այլն նման մեղադրանքներ կային, ինչու դրանց դուք դուրք տվեցիք։ Եղավ այդ փակտորների հետևում քննարկումը, եղավ այդ գործարքը, այն ժամանակ երբ որ մանդատը վերցրեցի Արտուր Վանեսյանից հետո մի րոպե, այդ ժամանակ բոլորը վերլուծում էին, մտածում էին, որ Մարտուն Գրիգորյանը դուրս է գալիս պատիվ ունեմ խմբակցությունից, համագործակցելու է ԿՊ-ի հետ, նմանատիպ լուրեր, ինֆորմացիաներ տարածվավ։ Այդ չստացվեց։ Քաղաքապետի ընտրություններին առաջադրվելուց Մարտուն Գրիգորյանը առաջադրվելու է, որ քաղաքացիական պայմանագրի հետ չգիտեմ ինչ։ Այդ էլ չստացվեց։ Ընտրություններից հետո փակ դռների հետևում Մարտուն Գրիգորյանը պայմանավորվածություն, չգիտեմ ինչ, այդ ընթացքում էլ տեսակ, որ ամբողջությամբ ամեն ինչ կախված էր ինձանից։ Քաղաքը գնալու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, թե մնալու է ընդդիմությանը, այսինքն այդ հավաքական հաղթանակին է գնալու։ Այդտեղ էլ Մարտուն Գրիգորյանը ցույց տվեց իր սկզբունքային լինելը։ Հիմա նորից այստեղ արդեն այն, որ ասում է ես ընկնում է, տանագավորները շատանում են։ Այն ժամանակ բոլորը ասում էին Մարտուն ասա, ինչի չես ասում, ինչ ես մտածում, ձեր ասածի պես պայմանավորվածություն փակ դռների հետևում, այս պայծրությամբ ժողովուրդ ջան Մարտունը արել է իր քայլը այս մասով, հիմա որ խնդրի առաջ է կանգնեն, նույն ընդդիմությունը, նույն այս հաղթանակը այս վիճակի մեջ է հայտնվել, հիմա այսպես կներեք էլի այդ բարիս համար կռայնին էլի մնալու է Մարտունը, թե Մարտուն ջան դե որ գիտեիր, որ այդպես է չանիր։ Ես ասեցի, որ այստեղ կար հնարավորության խնդիր, իսկ ինչ մնում է ճնշումներին, այդ որ տարբեր Բորիսներու, չգիտեմ լավ, էլ բոլորին անվանական չկնան, որ կարողացանք ճնշել Մարտունին, որը գնաց այս քայլին, այս ինչ արեց, այն ինչ արեց, ինձ վրա ոչ մեկը չեն կարողացել ճնշում գործադրել։ Ես բացարձակապես բացի իմ թիմից այս պայծրությամբ հստակ ասում եմ լրատվության առաջ բոլորի դարշև ոչ մի քաղաքական ուժի հետ, ոչ մի քաղաքական թիմի ղեկավարով ու ղեկավարի հետ պայմանավորված չի եղել իմ հայտարարությունը։ Որովհետև դուք մի քանի օր, պարոն Գրիգորյան, ավելի շատ չեք հայտարարում ձեր որոշման մասին եւ ասում են ինչ որ տեղից այո ճնշում է եղել, որ դուք հանգել եք այդ դրան։ Բայց ես ինչի պիտի շտաբ էի։ Շտաբողականության հետևանքը մենք տեսանք ինչ եղավ, շտաբելու խնդիրը չկա, այլընտրանքը չկար, որովհետև այդ ժամանակվանից հետո, լույսը բացվելուց հետո, երբ որ արդեն այլընտրանքը չկար, ես փորձել եմ տարբեր տեսակի այլընտրանքներ բացատրել, թե ուղիղ, թե միջնորդավորված, տարբեր մարդկանց, որ կա այլընտրանքային տարբերակ, կա հետ, կա տարբերակ, բայց այստեղ ժողովրդյան ինձանից կախված չէ, ես ձգելով, այդքան հարվածին վրան վերցնելով, այդքան լրատվական, այդքան ժողովուրդը ինչ ասես մտածեցին, չէ, Մարտունը ձեր ասածպես ամեն ինչ մտածեցին, բայց ես տուրք չեմ տվել, ոչ այդ կոմենտներին Facebook-յան, ոչ այդ լրատվական հարցակումներին, ու իդեպ այդ լրատվական հարցակումներն մենակ պայմանավորված չէր, այդ ժամանակ դեռ իշխանությունը լուր էր։ Իշխանությունը լուր էր, սպասում էր միգուցե Մարտունը այնպիսի բան անի, որ իրենց սրտով լինի, իրենք ոչ մի բան չէին ասում։ Այդ ընթացքում ընդդիմադիր լրատվամիջոցներն էին հարցակման ենթարկել Մարտուն Գրիգորյանի ու ընդդիմադիր վերլուծաբաններն ու բլոգերները։ Պարոն Գրիգորյան, ավականիում հիմա ուժերի դասավորվածությունը այնպես է, որ եթե ընդդիմադիր ուժերից որևէ մեկը փորձի ԿՊ-ին ձայն տալ, իրենք կարող են իրենց տեխնացուն առաջադրեն, ճիշտ եմ հասկանում, որ դե 14-19-ներ, այս բային քաղաքապետը կալանավորված է, 14-18 է, իսկ այնտեղ մեծամասնություն ունենալու համար պետք է 17։ Բացառում եք, որ ձեր խմբակցությունից որևէ մեկը կմիանա։ Դուք գիտեք, որ տարբեր տեսակի ճնշումներ, եթե քաղաքապետի
թիմի նկատմամբ ճնշումներ սկսվել է վերջերս, իմ թիմի նկատմամբ ճնշումները ժողովրդյան ընդրությունների հաջորդ օրվանից, երբ որ ինձանից շատ բաներ կախված, այդ օրվանից մինչև այսօր տարատեսակ ճնշումներ, թե լրատվական, թե նմանատիպ ամբիոններից հրահրելով, պատերազմներ հրահրելով, առնահեղություն, այս մարդկանց սիրտը Արուն է ուզում, անպայման դե Արունը Գյումրիում է ուզում։ Գուցե դիմեք իրավապահ մարմիններին, պարոն Գրիգորյան։ Դե իրավապահ մարմիններին դիմելու խնդիրը որն է, ինչ իրավապահ մարմիններին դիմելը որն է, իրավապահ մարմինները այսօր իրենց գործը շատ լավ անում են Գյումրիում, այդ ամեն ինչը տեսանք, չաջեստավոր էլի, շատ լավ է, Գյումրիում մենք տեսանք ինչ էր։